Բարև ձեզ, հարգելի ակնդիրներ, շարունակում ենք մեր միջազգային հարաբերություններ և միջազգային իրավունք հաղորդաշարը։ Մենք բազմաթիվ անգամներ անդրադարձել ենք միջազգային հարաբերությունների կարևորագույն փաստաթղթերի, դրանց արմատներին, ընդգրկմանը, ինչպես նաև քննության ենք ենթարկել համաձայն միջազգային իրավունքի։ Դա շատ կարևոր է, որտեղ փաստաթուղթի օրինական կամ ոչ օրինական լինելը, նրա ուժի մեջ լինել թե չլինելը բխում է, ածանցվում է, թե ինչքանով է այն խարսխված օրենքների վրա և չի հակասում դրանց։ Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը պարբերաբար խոսում էր այսպես կոչված խաղաղության համաձայնագրի մասին Ադրբեջանի հետ, որ 17 կետեր համաձայնեցված են։ Այսինքն 17 կետ նրանք ներկայացրել են, հայկական կողմը ընդունել է։ Հիմա եկեք տեսնենք, թե համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության միջազգային, այն է միջպետական փաստաթղթերը ինչպես պիտի կնքվեն, որպեսզի լինեն օրինական։ Եվ արդյոք այսպես կոչված հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին, թե ոչ, այդտեղից էլ եզրակացություն կանենք ինչքանով է օրինական։ Մեկ անգամ եւս ուզում եմ կրկնել, թե մենք նախկինում էլի անդրադարձել ենք, միջազգային նշանակում միջպետական։ Սա պարզապես ռուսերենից լատինական տերմինի սխալ թարգմանության հետևանքն է, որ nation նրանք թարգմանել են международный, международный էլ միջազգային։ Էության մեջ սա պիտի կոչենք միջպետական, բայց մենք պահպանում ենք ավանդական ընդունված տերմինաբանությունը։ Հիմա Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային այն է միջպետական պայմանագրերի կնքումը կարգավորվում է Հայաստանի սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերի մասին օրենքով եւ այլ իրավական ակտերով։ Մենք առավելապես կանդրադառնանք այն օրենքին, հենց այս միջազգային պայմանագրերի կարգավորենքին եւ ընթերցելով ոչ բոլորի իհարկե, որոշ հոդվածներ կտեսնենք քննարկվող փաստաթղթի օրինականությունը։ Պիտի հստակ լինի, որ այնպիսի կարևորագույն փաստաթուղթ, ինչպիսին խաղաղության համաձայնագիրն է կամ պայմանագիրը, չի կարող լինել չխարսխված օրենսդրության հիման վրա։ Այսինքն ամեն մարդ չի կարող տեղից ելնել եւ ասել ես գիտեք ինչ որ մի հատ թուղթ եմ ստորագրում եւ դա օրինական է։ Ոչ, այդպես չէ։ Օրենք կա դրա վերաբերյալ եւ հիմա տեսնենք ինչ ընթացակարգ է դա նախատեսում։ Խոսքը վերաբերում է այս օրենքին, Հայաստանի Հանրության օրենքը միջազգային պայմանագրերի մասին։ Այն ընդունվել է, ստորագրվել է, ուժի մեջ ընկնել 2018 թվականի մարտ ամսից։ Եվ կարդանք որոշ հոդվածներ ինչ է պահանջում։ Նախ օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները հոդված 2-րդ, որն ասում է, որ միջազգային պայմանագիր Հայաստանի Հանրապետության եւ պայմանավորվող մյուս կողմերի միջև մեկ փաստաթղթի կամ փոխկապակցված եւ միմյանցից անբաժանելի մեկից ավելի փաստաթղթերի տեսքով գրավոր ձևակերպված միջազգային հանրային իրավունքով կարգավորվող համաձայնություն անկախ դրա անվանումից։ Ես վերջին մասը կրկնեմ, ուրեմն գրավոր ձևակերպված միջազգային հանրային իրավունքով կարգավորվող եւ փաստաթուղթը անկախ անվանումից, այսինքն անկախ համաձայնագիր կկոչվի այս փաստաթուղթը թե ինչ, միևնույն է, այն պիտի լինի գրավոր համաձայնված, այդ պահանջը կա եւ միջազգային հանրային իրավունքով կարգավորվող։ Հիմա տեսնենք միջազգային պայմանագրի կնքումը ՀՀ օրենսդրությամբ ինչ է ասում։ Այն ասում է, որ երկրորդ հոդվածի 5-րդ միջազգային պայմանագրի կնքում սույն օրենքով սահմանած կարգով միջազգային պայմանագրի նախագծի ուշադրություն նախագծի ներպետական համաձայնեցման, փոխհամաձայնեցման եւ ստորագրման գործընթաց։ Այսինքն կնքումը շատ ավելի լայն հասկացություն է ընդգրկում, այն միայն ստորագրումը չի, որտեղ որ Նիկոլ Փաշինյանը ես միակողմանի կստորագրեմ, քո ստորագրելով չի, այստեղ հստակ ասում է ներպետական համաձայնեցման, փոխհամաձայնեցման եւ ստորագրման գործընթաց, այսինքն նախ ներպետական համաձայնություն պիտի լիներ, հետո փոխհամաձայնեցում, նոր ստորագրում։
Հիմա տեսնենք արդյոք եղել է այդ ներպետական համաձայնեցման գործընթացը Հայաստանի Հանրապետության ներսում։ Հիմա հոդված 3-ը նույն միջազգային պայմանագրերի վրա օրենքը միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մաս է։ Սա էլ շատ կարևոր դրույթ է, որովհետև սա արդեն անդրադառնում է քաղաքացիների առօրյայի վրա, որտեղ օրենսդրության մաս է կազմում։ Կրկնում եմ, հիշեք, որ առաջին փուլը դա ներպետական համաձայնեցումն էր։ Հիմա հոդված 5 միջազգային պայմանագրի նախագծի ներպետական համաձայնեցումը։ Մի հատ հասկանանք ինչ է սրանից նշանակում եւ արդյոք այս այսպես կոչված խաղաղության համաձայնագիրը անցել է ներպետական համաձայնեցում, թե չի անցել։ Եթե այն չի անցել, իսկ ես վստահ եմ չի անցել, ուրեմն այն անօրինական է, այն չի կարող ստորագրվել։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տրամադրում է եզրակացություն միջազգային պայմանագրի ստորագրման կամ միանալու արտաքին քաղաքական նպատակահարմարության եւ Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության եւ ստանձնած միջազգային պարտավորություններն դրա համապատասխանության մասին։ Այսինքն արտգործնախարարությունը առաջին փուլում պիտի հիմնավորում եզրակացություն ներկայացնել, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում միջազգային պայմանագրի կնքման ուժի մեջ մտնելու կատարման փոփոխման գործողության երկարաձգման եւ կայացման առնչությամբ։ Այսինքն ներպետական համաձայնություն դա արտաքին գործերի նախարարության կողմից համապատասխան եզրակացության առաջարկի ներկայացումն է։ 5-րդի 3-րդ կետը Հայաստանի Հանրապետության արտարադության նախարարությունը տրամադրում է եզրակացություն եւ այլն։ Այս ամբողջ խորհուրդը հիշեք, արտաքին գործերի նախարարությունը պիտի հիմնավորի, պիտի արտարադության նախարարությունը հիմնավորի, որտեվ այդ որտեվ ներքին օրենսդրության մասա չէ դառնում, մենք տեսանք նախորդ հոդվածների հղումը, ուրեմն այն չպետք է հակասի արդեն գործող օրենսդրությանը։ Եվ 4-րդ կետով ասում է ֆինանսների նախարարությունը պիտի տա եզրակացություն։ Արդյոք դա համապատասխանում է մեր ֆինանսական կարգին, սա էլ կարևոր է։ Եվ հետո շահագրգիռ մարմինները, այսինքն 5-րդ հոդվածի 5-րդ կետ, կարդացեք ներքևում շահագրգիռ մարմինները տրամադրում են եզրակացություն միջազգային պայմանագրի նախագծի կամ բազմակողմ միջազգային պայմանագրի օրենքով իրենց վերահսկողության ոլորտին առնչվող հարցերի մասին։ Միջազգային պայմանագրի նախագիծ, այսինքն պետք է լինի այդ նախագիծ, որը կրկնում եմ, արտաքին գործերի նախարարություն, արտադրության ֆինանսների նախարարություն դրա վերաբերյալ համապատասխան եզրակացություն տան եւ հետո շահագրգիռ մյուս կազմակերպությունները եւս։ Իսկ խաղաղության պայմանագիրը վստահաբար հսկայական թվով շահագրգիռ կազմակերպություններ ունի, գրեթե բոլոր նախարարությունները եւ մի շարք մարմիններ, այսինքն պաշտպանության, անվտանգության, չունեմ տնտեսական գործունեության, անգամ ճանապարհների հետ առնչվող ճանապարհաշինարական, չէ՞, ինչ որ սահմանային փոփոխություններ տեղի ունեցավ Գորիսիսյան հատվածում անհասկանալի ինչ որ ձևով։ Սա ներպետական համաձայնության մասին, որը կրկնում եմ այս քննարկվող փաստաթուղթը, որ ասում են 17 կետով համաձայնության չի անցել, հետեւաբար ինքը անօրինական է։ Հիմա կարդանք 6-րդ կետը, նույն այս 5-րդ հոդվածի ներպետական համաձայնության վերաբերող մասի 6-րդ կետը միջազգային պայմանագրերի նախագծի Այսինքն պետք է այդ նախագիծը դնել շրջանառության մեջ կամ բազմակող միջազգային պայմանագրի դրույթները պետական կառավարման համակարգի այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններին, ինչպես նաև մարդու հիմնական իրավունքներին եւ ազատություններին, իրավունքների եւ մարդու իրավունքների սաշը գերակա դրույթ է։ Շոշափող հարցերին եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքներին եւ պարտականություն առնչվելու դեպքում իրավասու մարմինը պետք է ապահովի նաեւ շահագրգիռ կազմակերպությունների, այստեղ ավելի ուշադիր, մարմինների եզրակացությունների եւ առաջարկումների ստացումը, այդ թվում նաեւ միջազգային պայմանագրով նախատեսվող գույքային պարտավորությունների մասին։ Սա հիշեցնեմ, որ Կիրանցում, Տավուշում դիրքեր, տարածքներ հանձնվեցին առանց հաշվի առնելու այս դրույթը, որտեղ մարդու իրավունքների ազատությունների սահմանափակում կար, մարդիկ զրկվեցին իրենց սեփականությունից եւ այլն, եւ դա անտեսեցին, անգամ իրենց իսկ կողմից տրված սեփականության վկայականները։ Սույն հոդվածում նշված մարմիններն իրենց եզրակացությունները իրավասու մարմիններն են ներկայացնում միջազգային պայմանագրի նախագիծը կամ բազմակողմ պայմանագրին ստորագրելուց հետո ստանալուց հետո ստորագրում դեռ կա, պիտի նախ հանձնվի 15 աշխատանքային օրվա ընթացքում, հստակ կարգ կա։ Այսինքն
առնվազն, եթե այսպես են խախտվել է ամբողջ, այսինքն ներպետական համաձայնություն պիտի ավելի ներ, քան փոխհամաձայնեցումը, ավելի շուտ պիտի լիներ, դե լավ չի եղա։ Հիմա եղել է փոխհամաձայնեցման փուլը։ Ասենք վերջացել է, թեև գիտենք, որ Ադրբեջանը եւս 7 պահանջ առաջադրում, հիմա առնվազն պետք է այս հիմնավորում եզրակացությունը համապատասխան օրենսդրությանը եւ շահագրգիռ մարմինների որ լինի։ Հիմա Հոդված 7-րդ միջազգային պայմանագրերի ստորագրման առաջարկությունը։ Տեսնենք եղել է այդ առաջարկությունը, ով է առաջարկել։ Միջազգային պայմանագրի փոխհամաձայնվեցված նախագծի ստորագրման ժամկետի վերաբերող պայմանավորող մյուս կողմի ձեռք բերած պայմանավորության մասին արտաքին գործերի նախարարության առաջարկում ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իրավասու մարմինը կառավարությանն է ներկայացնում միջազգային պայմանագրի ստորագրման առաջարկության հավանություն տալու կառավարության որոշման նախագիծը գծելով հետևյալը այսինքն դե լավ համաձայնեցել եք իբր թե հիմա պետք է 3-5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնեք իրավասու մարմնի կողմից, կան արտաքին գործերի նախարարությունն տվյալ դեպքում կառավարություն որպեսզի որոշում ընդունի։ Սա Նիկոլ Փաշինյանի միանձնախնդիրը չի կառավարությունը եւ կառավարության բոլոր անդամները պատասխանատվություն են կրում սրա համար։ Այնպես չի որ վաղ կանգնելու եք ասել, բա մենք ինչ անենք Նիկոլ Փաշինյանն էր, ոչ, օրենքի պահանջն է կառավարությունն։ Ասում եմ հիմա կցելով մտածենք թե ինչ փաստաթուղթ պիտի կցվի այդ նախագծին միջազգային պայմանագրի նախագիծը հայերենով այսինքն ինչ որ ասում ենք հրապարակեք նախորդ անգամ էլ ասեցինք այդ նախագիծը դեռ ընդհանրապես այսինքն հրապարակեք տեսնենք այդ 17 կետերը ինչ է իրենից ներկայացնում ոչ թե ժողովրդին կանգնացնեք փաստի առաջ ուրեմն 7-րդ հոդվածի առաջի մասի երկրորդ կետը միջազգային պայմանագրի ստորագրման նպատակառնության հիմնավորումը այս հիմնավորումն էլ մենք չենք տեսել գրավոր հիմնավորում է պետք այդ բանով չէ էլի հայտարարել չէ որ կան ասում եք sense լա բա ուզում եք կռիվ թե խաղաղություն եք ուզում դի մի հատ հիմնավոր էս փաստաթուղթը խաղաղություն բերում է թե չի բերում թե հակառակը պատերազմ այդ հիմնավորումը եւ պիտի ներկայացնի իրավասու մարմինը կրկնում արտաքին գործերի նախարարություն որ հետո մարդիկ պատժվեն Եթե իրենց հիմնավորումը սուտ դուրս կա, այսինքն որ իրենք ասենք, նայեք, ձեր հիմնավորումը դուք ոչ մասնագետ եք, կեղծել եք, հետեւաբար առնվազն որպես պաշտոնական դիրքի, չգիտեմ, չարաշահում, անփութություն եւ այլն, ել չեմ ասում շատերը դավաճանության համար պիտի դատվեն։ Գրավոր ներկայացրած տեսնենք։ Երրորդ կետը ասում է. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրի ստորագրման արտաքին քաղաքական նպատակահարմարության, արտաքին նպատակահարմարության եւ Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը եւ ստանձնած միջազգային պարտավորությունների դրա համապատասխանության մասին։ Տեսնենք համապատասխանում է թե չէ։ ՔՊ-ն հիշեցնեմ ձեզ իր արտաքին քաղաքականության մասին նախընտրական այսպես ասած թռուցիկներով պաշտոնական դիրքորոշման մեջ խոսում էր Հադրութի եւ Շուշիի վերադարձի մասին։ Հիմա պետք է տեսնենք համապատասխանում է այս իրենց իրականացած քաղաքականությունը իրենց ինստանցնած պարտավորություններին ներպետական, ինչպես նաև միջպետական, այսինքն Մինսկի խումբը, որ այսպես դուրս եք թողել, դա ձեր կողմից խախտում է միջպետական մեր պարտավորությունների։ Հիմա միջազգային պայմանագրերի ներպետական համաձայնեցումը, ուշադրություն դարձրեք կառավարության որոշման համար պիտի քիչ փաստաթղթեր ներկայացնել, որոնցից մեկը սա է՝ միջազգային պայմանագրի ներպետական համաձայնեցումը հավաստող փաստաթղթերը։ Որի մասին խոսեցինք արտաքին գործերի նախարարության, արտարադատության նախարարություն, ֆինանսների նախարարություն եւ այլ շահագրգիռ մարմիններ, որը եւս մի տասնյակ է։ Բոլորի կողմից պիտի ներպետական համաձայնություն հաստատող փաստաթղթեր լինի։ Դրանց հիման վրա կազմված ամփոփաթերթերը եւ տեղեկատվություն նախագծի փոխհամաձայնեցման մասին։ Իսկ նաեւ տեղեկություն տին, այս 17 կետը, որ օրինակ իրենք ասում էին որ պիտի սա լինի, մյուսը լինի, արդյոք դա փոխհամաձայնվեցանը եւ պիտի տեսնենք թե ինչպես է դա տեղի ունեցել։ Այսինքն ինչն է համաձայնվել, ինչ են պահանջել եւ ի վերջո ինչ է բանակցվել։ Հիմա
Գանք մյուս փուլին։ Մենք համոզվեցինք, որ ներպետական համաձայնեցում չի անցել։ Անօրինական է, այն ինչ որ բանակցվել է, անօրինական է։ Դա խախտում է Հայաստանի Հանրապետության 2018 թվականի օրենքը միջազգային պայմանագրերի վերաբերյալ։ Հիմա տեսնենք մյուս փուլերը ինչա։ Միջազգային պայմանագրի վավերացման, հաստատման եւ չեղարկման ընթացակարգը, որն է։ Հոդված 10. Միջազգային պայմանագրի վավերացումը եւ հաստատումը։ Սույն օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության ստորագրած կամ միանալու ենթակա միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության համար պարտադիր իրավաբանական ուժ է ստանում անհրաժեշտ ներպետական ընթացակարգ ավարտելուց հետո, կրկնում եմ, անհրաժեշտ ներպետական ընթացակարգ ավարտել, միայն դրանից հետո, միայն ներպետական համաձայնությունը չի անցել, հիմա տեսնենք ուրիշ ինչ պահանջներ կան։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից վավերացնելու եւ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից հաստատվելու միջոցով։ Այսինքն, այդ ներպետական համաձայնությունն անցավ, հետո փոխհամաձայնության փուլն անցավ, մենակ դրանց օրինականը, հետո պիտի երբ որ նախ ստորագրվի եւ հետո կրկնում եմ գրածա, ուրեմն ազգային ժողովի կողմից վավերացում եւ նախագահի կողմից հաստատվելու միջոցով։ Սա 10-րդ հոդվածի առաջին կետի պահանջն է։ Երկրորդ մասը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը կառավարության առաջարկությամբ վավերացնում է այն միջազգային պայմանագիրը։ Հիմա տեսնենք որոնք վերաբերում են մարդու քաղաքացու հիմնական իրավունքներին եւ ազատություններին, ինչպես նաեւ պարտավորություններին։ Հանկարծ չասեն, որ գիտեք, այս խաղաղության կոչված սուտ պայմանագիրը վավերացման ենթակա չէ, հստակորեն ասում են, ովքեր մարդու իրավունք եւ քաղաքացու հիմնական իրավունքներին են վերաբերում, որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ, իհարկե ունեն, այսինքն այս կետերից մեկի դեպքում արդեն ինքը վավերացման եւ հաստատման կարիք ունի, որոնք նախատեսվում են Հայաստանի անդամակցություն միջազգային կազմակերպությանը։ Տվյալ դեպքում սա չի առնչվում, բանը որոնք Հայաստանի Հանրապետության նախատեսում են ֆինանսական եւ գուրքային պարտավորություններ։ Այո, սա որովհետեւ Ադրբեջանը արդեն բազմաթիվ անգամներ հնչեցրել է ռազմատուգանքների հարցը, սա ֆինանսական պարտավորություններ է, որովհետեւ այս խաղաղության կոչված պայմանագրի ստորագրումով դու ճանաչում ես Արցախը արդեն այդ մակարդակով եւս որպես Ադրբեջանի մաս, դու ճանաչում ես, որ դու օկուպանտ ես, Ադրբեջանն ասում է 30 տարի ինձ վնաս հասցնելու պատճառով պիտի մուծվես։ Հինգերորդ, որոնց կիրառումը նախատեսվում է օրենքի փոփոխություն կամ օրենքի ընդունում, իհարկե, հսկայական այդ բանը օրենքի փոփոխություններ են ունելու, որոնք ուղղակիորեն նախատեսվում են վավերացում, դա էլ պիտի լիներ, որոնք օրենքի կարգավորման ենթակա հարցեր։ Իհարկե, միայն այս բանով չի ստորագրվելով, չի վերջանալու, այլ այնտեղ ենթահորինձրական ակտեր պիտի բազմաթիվ լինեն։ Հոդված 11 միջազգային պայմանագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքի, որը շատ կարևոր է, վավերացման եւ հաստատման ներկայացնեն անհրաժեշտ փաստ։ Հիմա տեսնենք ինչ փաստաթղթեր է պետք լինելու։ Այդ որ Նիկոլաս ասում է, ես միակողմանի կստորագրեմ, շատ բան կանես։ Հոգո ստորագրելով չի, ընթացակարգ կա, հերիք չի խախտել ես ներպետական համաձայնեցման այդ ամբողջ գործը, օրենքը խախտել ես, իդեպ խախտում է նաև սահմանադրությունն ու միջազգային օրենքը, բայց դրան չենք անդրադառնում, բանը։ Տեսնենք հիմա ինչ փաստաթղթեր են պետք վավերացնելու եւ հաստատելու համար, իշենք վավերացում ազգային ժողով տյանի, հաստատում տյանի նախագահը։ Միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի վավերացմանը եւ հանրապետության նախագահի հաստատմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմինը, տվյալ դեպքում արտաքին գործերի նախարարություն, ապահովում է հետևյալ փաստաթղթի առկայություն։ Տեսնենք ինչ փաստաթղթեր պիտի ներկայացնի։ Միջազգային պայմանագրի հայերեն բնօրինակը սահմանած կարգով հաստատված պատճենը։ Իսկ հայերեն ստորագրված չլինելու դեպքում օտար լեզվով բնօրինակի ավանդապահ հաստատված պատճենը եւ դրա պաշտոնական հայերեն թարգմանությունը։ Ենթադրում եմ, որ բանակցվում է, չգիտեմ, ռուսերեն լեզվով, անգամ այդ չգիտենք ինչ լեզվով են բանակցում, ռուսերեն, անգլերեն, ամեն դեպքում դրա պիտի լինի ուրեմն բնօրինակը հաստատված պատճենը, նախաստորագրված եւ հաստատված պատճենը, ինչպես նաեւ դրա պաշտոնական թարգմանությունը։ Միջազգային պայմանագրի վավերացման կամ հաստատման նպատակահարմության մասին տեղեկանք, ելի եկանք դրան։
Այնտեղ ստորագրման մասին հիմնավորում տեղեկանք դնել, այստեղ արդեն վավերացման եւ հաստատման հիմնավոր եք հասկանան, գրավոր տեղեկանք դրեք, որ թե ինչի հիման վրա եք դա անում, այդտեղ մենակ ասելով չի, բա կռիվ եք ուզում թե խաղաղություն եք, կարող է Տոլստոյն եք, Պատերազմի խաղաղություն եք խաղում, օրենք կա, վարվեք օրենքի ձևով։ Երրորդ կետ, տեղեկատվություն միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ։ Այո, ով պիտի իրականացնի, ով է պատասխանատու դրա համար։ Եվ չորրորդ կետ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրի վավերացման, դրան միանալու կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին տեղեկատվություն պայմանագրին ստորագրված կողմերի պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական, կրկնում եմ, ներպետական գործընթաց կատարելու մասին։ Իսկ մի հատ էլ տեղեկանք պետք է լինի, որ այդ ներպետական գործընթացն անցել է, ավարտվել է, այդ ամբողջ համաձայնությունը, ինչի մասին խոսում ենք, որը չի արվել, խախտվել է օրենքը։ Ոնց կարող է օրենքը ոտնահարելով փորձել երկրում հաստատել, չգիտեմ, խաղաղության եւ օրինականություն։ Մյուս կետերը, մյուս պահանջները Հայաստանի Հանրապետության Արդարության նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխության կամ նոր օրենքի նախատեսված նորմերի շատ կարևոր է մեր այդ միջազգային վավերացման ենթակա դառնալ հիմքերի արկայության մասին, որովհետեւ Հայաստանի Հանրապետության սահմանը որոշվել է միջազգային փաստաթղթով, այն որոշել է Վուդրո Վիլսոնի իրավարարվեջով Թուրքիայի հետ եւ ազգերի լիգայի համապատասխան հանձնաժողովի զեկույցով եւ արտադրության նախարարությունը պիտի հիմնավորում ներկայացնի արդյոք հակասում է մեր միջազգային պարտավորություններին եւ իրավունքներին թե ոչ իհարկե հակասում է թե թող հիմնավորեն տեսնենք ոնց են հիմնավորելու սա օրենքի պահանջն է մենք մեզանից չենք օրենում Կետ 6 Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եզրակացությունը էլի ֆինանսական մասով կրկնում եմ այնտեղ ռեպարացիաների եւ կոմպենսացիաների հարց կա շահագրգիռ մարմնի եզրակաց միջազգային պայմանների համար գույքային պարտավորությունների վերաբերյալ կան իհարկե կան բազմաթիվ գույքային պարտավորություններ են դրանից բխելու լինի Արցախի մարզին առնչվող լինի Հայաստանի Հանրապետության այլ մարզերի առնչվող Հիմա եւ կետ 8-րդ հոդված 11-ի վավերացման ենթակա միջազգային պայմանագրի դեպքում այն սահմանադրական դատարանում եւ ազգային ժողովում ներկայացնելու համար կառավարության պաշտոններկա տեխնացությունը։ Այսինքն կառավարությունը կա տեխնացություն թե ով է ներկայացնում, բայց ուշադրություն դարձրեք, միայն չի ասում է ազգային ժողովում, սահմանադրական դատարանում։ Սրա մասին շատերը մոռացել են, որ սահմանադրական դատարանի եզրակացությունը պիտի տա վերաբերող այս փաստաթղթին եւ նրա օրինականության։ Հիմա տեսնենք այս Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ինչ ասում միջազգային պայմանագրերի վերաբերյալ։ Հոդված 116 միջազգային պայմանագրեր վավերացնելը, կասեցնելը չեղյալ հայտարարելը։ Վավերացնել, այսինքն խոսքը վերաբերող ազգային ժողովի կողմից դիրքորոշում արտահայտելը, հաստատելը։ Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ հայտարարում այն միջազգային պայմանագրերը Առաջին, որոնք վերաբերում են մարդու քաղաքացու հիմնական իրավունքներին, ազատություններին, ինչպես նաև պարտականություններին։ Վերաբերում է խաղաղության կոչված համաձայնագիր, իհարկե վերաբերում է մարդու իրավունքներին, բայց խաղաղությանը պատերազմի իրավունքն են վերաբերում, մարդուն են վերաբերում։ Որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ, իհարկե ունեն։ Սա կրկնում եմ, գործող սահմանադրության պահանջ է։ Որոնք նախատեսվում են Հայաստանի անդամակցության, սա չկա Հիշեցնեմ ձեզ, որ սա գրեթե նույնությամբ կրկնվում է միջազգային պայմանագրերի մասին օրենքին, բայց այլ արդեն սահմանադրության, այսինքն ավելի բարձր մակարդակով նույնի վերահաստատումն է, որոնք ֆինանսական պարտականություններ են նախատեսում, որոնք փոփոխություններ են նախատեսում օրենսդրության մեջ, որոնք ուղղակիորեն նախատեսում են վավերացում, որոնք օրենքի կարգավորման այսինքն այստեղ սահմանադրական պահանջ կա վավերացնելու համար, թե ինչ պիտի լինի այդ հիմնավորումները։ Մյուսը ուզում եմ անդրադառնալ գործող սահման 118-րդ հոդվածին, որը պատերազմի հայտարարում է խաղաղության հաստատումը։ Եթե սա խաղաղության պայմանագիր է կամ համաձայնագիր,
ուղղակիորեն վերաբերում է, թե մի քիչ հասկանալի չի, եթե մենք պատերազմ չենք հայտարարել եւ մեզ էլ չեն հայտարարել, ապա ում հետ ենք խաղաղության պայմանագիր ստորագրում, այնուհանդերձ ասում է, ազգային ժողովը կառավարության առաջարկությամբ падգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդհանուր թվի 107 падգամավորը ընդհանուր թիվը դրա բաստորեն կեսից մի փոքր ավել 54 քվեապետ ուրեմն ընդունել պատերազմ հայտարարելու կամ խաղաղության հաստատելու մասին որոշում ազգային ժողովը թե հիշեցնեմ դες նման քվեարկություն չի արել ընդհանրապես այսինքն որ մենք խաղաղությունը հաստատում ենք չենք հաստատում այդ Նիկոլ Փաշինյանն է խոսացել դրա մասին բայց ինքը պարտավոր էր մտնել ազգային ժողով կառավարության անունից եւ ստանալ այդ լիազորությունները ինքը չի արել մենք ուզում եմ հիշեցնել մենք խորհրդարանական հանրապետություն ենք մենք վարչապետի օժիտը չենք որ ինքը ոնց ուզում է վարվի եւ մեզ մոտ բարձրագույն մարմինը դա ազգային ժողովն է եւ կառավարությունը ասվետու ազգային ժողովին ուրիշ բան որ մեզ մոտ ազգային ժողովը դե դարելաբան չէ ԿՊ-ի սեփականությունն էլ դա ԿՊ-ն էլ Նիկոլի սեփականությունն է դեռ բրեժնևիզմի մարազմի մեջ են խրվել հիմա տեսնենք նաեւ ինչը քանի որ նաեւ հանրակրվեի հարցեր կա որոնք պիտի օրինակ տարածքի փոփոխության ենթակա հարցերը մինչև իսկ խորհրդարանը իրավունք չունի վավերացնի կամ հաստատի դա արդեն հանրակրվեի միջոցով է արվում իսկն ամբողջ ժողովրդից դուք պետք է հարցնեք եւ դա էլի սահմանադրական պահանջ է հիմա մենք ինչ ունենք 2000 վերջին ընտրությունները 21 թվականի հունիսի 20-ի արտահայտ խորհրդարանական ընտրությունները ժամանակ ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրողների թիվը եղել է 2,578,678 իհարկե սա վստահաբար էս կան ընտրող չկա բայց սա պաշտոնական թիվը բան եւ օրենքն ինչ ասում հանրակրվեի մասին որ երբ է համարվում որ հանրակրվեին դրված հարցը ընդունվել է Իսկն դրական են քվեարկել դրա օգտին ըստ սահմանադրության հանրակրվեն համարվում է ընդունված եթե հանրակրվեին մասնակցել ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների առավել քան կեսը այսինքն 50% գումարած կոն 1 եւ քվեարկածների մեծամասնություն կողմը քվեարկել դրան այսինքն դրա էլ գոնե կեսը ավելը պիտի քվեարկի այդ ներկայացող փաստաթղթի օգտին պարզ ասած մասնակցություն ընտրողների թվի 50% պետք է մասնակցի նայել 50%-ն էլ քվեարկի ուրեմն 2,578,678-ը բաժանում ենք 2-ի ուրեմն առնվազն պիտի 1,289,339 հոգի մասնակցի հանրակրվեին եւ 1,289,339-ի կեսը 664,670 մարդ պիտի կողմ քվեարկի այսինքն հանրակրվեի ժամանակ պիտի առնվազն 664,000 մարդ կողմ քվեարկի դեռ մի քիչ ավել հակառակ դեպքում այդ ամբողջ անօրինական կլինի այս ամբողջ գործընթացը հիմա մենք տեսանք ուրեմն ներպետական համաձայնություն չի անցել անօրինական է խախտվել են լիազորությունները ազգային ժողովի իրավունքները դա չի արվել խախտվել է մեր միջազգային իրավունքները եւ ոտնահարվել է նաեւ մենք տեսնում ենք սահմանադրական դատարանի լիազորությունները հիմա տեսնենք 168-րդ հոդվածը սահմանադրության ինչ է ասում մինչև սահմանադրության փոփոխությունների նախագծի ինչպես այն հանրակրվեին տրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխան սահմանադրությանը սա ինչ եմ ես այսպես կոչված խաղաղության պայմանագրի հետ առնչվում որտեղ գիտենք պահանջներից մեկը եղել եւ մնում է սահմանադրության փոփոխությունը եւ հղումը անկախության հռչակագրից հանումը հիմա ինչքան էլ այն փաթեթավորվի գեղեցիկ սիրուն խոսքերով եւ այլ մենք հասկանում ենք չէ որ ԿՊ-ն գնում է սահմանադրական վերափոխման ճանապարհով որովհետեւ դա Ալիևի պահանջն է
Ինչ էլ ուզում են ասեն, դա Ալիևի պահանջն է, բայց միայն սանով չեն ավարտվում, ասենք լիքը կան։ Ուրեմն երրորդ կետը մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխան սահմանադրությանը։ Իսկ մինչև անգամ խորհրդարան մտները պիտի սահմանադրական դատարանը ասի։ Հետևաբար, ամփոփելով ասենք, ինչ ունենք այսօր։ Նիկոլ Փաշինյանը խախտել է Հայաստանի Հանրապետության օրենքը միջազգային պայմանագրերի վերաբերյալ։ Այն ներպետական համաձայնեցման գործընթաց չի անցել։ Նրա վերաբերյալ արտաքին գործերի նախարարությունը, արտադրության եւ ֆինանսների նախարարությունը եւ այլ շահագրգիռ մարմինները չեն տվել հիմնավորում եզրակացություն։ Այն ոտնահարել է նաեւ տվյալ օրենքի բազմաթիվ կետեր, բայց նաեւ ուզում եմ հիշեցնել ձեր, որպեսզի այդ փաստաթուղթը դառնա օրենք, այսինքն կատարման համար պարտադիր փաստաթուղթ Նիկոլ Փաշինյանի ստորագրություն բավարար չի, ինչպես վրագները սաղացրեցին այդ այսպես կոչված նոյեմբեր 9-ի զինադադարի հռչակագիրը, որ ընդհանրապես հռչակագիրը մի ստորագրությամբ եւ մի ամբողջ երկիր հանձնեց 4.500 քառակուսի կիլոմետր տվեցին Ադրբեջանին։ Դա այն տարածքներ, որը չէին գրավել, բայց առանց մի կրակոցի հայկական կողմը հանձնեց Ադրբեջանը։ Իհարկե ռուսների պարտադրանքով եւ այլն, նախկինների, այսպես ասած, հախուռն մասնակցությամբ, որտեղ իրենց նենք նպատակներ ունեն, ներկաների ավելի նենք դիրքորոշման պատճառով, բայց ամեն դեպքում։ Եվ հիշեցնեմ ձեզ, որpիսի որևէ ստորագրված միջպետական փաստաթուղթ, այն էլ այս բնույթի լինի օրինական, այն պիտի վավերացվի ազգային ժողովի կողմից, իսկ դրա համապատասխան փաստաթղթերի մասին մենք խոսեցինք, հետո էլ հաստատվի նախագահի կողմից։ Առայժմ այսքանը, ուշադիր լսեք եւ կհամոզվեք, որ այս գործընթացը հակաօրինական է, հակասահմանադրական եւ ոտնահարում է մեր միջազգային իրավունքները։ Հաջողություն, մինչ նոր հանդիպում։